Ապրիլի 8-ին ժամը 15-ի սահմաններում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Կապանի և Էրեբունու բաժինների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները մայրաքաղաքի Արցախի փողոցից կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ 10,000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության կեղծ թղթադրամ։ Ոստիկանությունում Եգանյանը խոստովանել է, որ նախկինում պատրաստել և իրացրել է կեղծ մետաղադրամներ։ Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է մի ամբողջ ընդհատակյա դրամահատարան, ինքնաշեն դրամահաց սարք, մասամբ պատրաստի մետաղադրամներ, կշռաքարեր, հումք, պարագաներ, որոնք անհրաժեշտ էին կեղծ դրամների արտադրություն ապահովելու համար։ Տիգրան Եգանյանի բնակության վայրում հայտնաբերվել են 236 հատ 1000 դրամ անվանական արժեքով պատրաստի կեղծ թղթադրամներ, 153 հատ A4 ֆորմատի թղթի վրա 4-ական տպագրված 1000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամի օրինակներ, նույնպիսի թղթի վրա 3-ական տպագրված 10,000 անվանական արժեքով կեղծ թղթադրամների օրինակներ և թղթադրամները կտրելու պարագաներ։ Շարունակելով օպերատիվ հետախուզական գործողությունները, ոստիկանները նույն օրը բերման են ենթարկել նաև Երևանի բնակիչ 1988 թվականին ծնված Տիգրան Ավետյանին։ Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ, մասնակից այլ անձանց հայտնաբերելու, կեղծ դրամներն իրացնելու վայրերը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Տիգրան Եգանյանն ու Տիգրան Ավետյանը ձերբակալված են, կատարվում է քննություն։